արձանագրենք, որ բանը, սա էլի ճիշտ էիք, որ սա աննախադեպ բան է, հիմա երևի մասնագետներն ու պատմաբանները ավելի հստակ կասեն, որ 37 թվից հետո նման բան չի եղել, ինքը արեց, այսպես ասած, ընտելացրեց, որ տեսնիսակը Մարսի թե չէ, սրբազանին տարավ, ենթադրելի է, որ ուրիշ սրբազանների ևս կտանի, հասնելու կամ այսպես, հա? Կանի հետո դրանից հետո կհասնի ամենայն հայոց վեհափառին, որովհետև խնդիրը հստակ դրված է Էրդողանի կողմից։ Միակ կառույցն է հայկական, որ այսօր կարողանում է շնչել հայկական ինչ-որ բան ասել և հայի շահը տարել, որտև ամեն տեղ այլևս տապալված է, ուժայինները ծայրից ծայր իր ձեռքում են, ԱԱԾ կլինի, ներքին գործեր կլինի, արդարացիա, ամեն ինչ, այլևս չկա այդպիսի մի կառույց, որ ասեն, չի, այն որ ինքը ասում էր, կա այդպես մեկը, չկա, Նիկոլ, հիմա ինքը հասել է նրան, հիմա մնացել է, որ հայկական շահը գնա այսպես բարձրացնի, հետա հայ առաքելական եկեղեցու դեմ էր, վեհափառի դեմ էր, անելու է, դուք ականատեսեք լինելու, բայց սիրելի հայրենակիցներ, սա հայ առաքելական եկեղեցու դեմ գնալ, վեհափառի դեմ գնալ, սա նշանակում է, որ վերջացավ, սա գնալ բոլորիս տները, գնում է բոլորիս տները, մյատ հասկացեք ով է, հա, Մարիամ, սա նշանակում է, որ գնում է, հասնում է ինքը բոլորիս տները, այդպես է, համաձայն եք թե ոչ, երկրորդը, ինչպես որ ասեցի, ինքը, որպեսզի միջազգային կառույցներին ցույց տա, որ ես, այսպես ասած, օրենքի տարին համաձայն եմ ամեն ինչ անում, ինքը այս ամեն ինչը ներկայացեց, այս շոուն, իբրև թե սա էր, նա էր այս ամեն ինչը դրա համար ինքը արեց։ Եվ երրորդ, քանի որ իրականում շատ լուրջ ազդեցիկ դեմք է եւ նաեւ Ռուսաստանի քաղաքացի է, Հայաստանի Հանրապետության նորանկախ հանրապետության պատմության մեջ ես փորձեցի ճշտել Քրքրքոյանից ավելի շատ մեծ բարերարություն արած Սամվել Կարապետյանը չկա, այդպես կարծեմ երկրորդը համահայկական հիմնադրամի ստեղծման օրվից ամենամեծ դոնորն է միայն Հայաստանը։ Այո, միշտ կրկնապատկել է գումարը, արել է, չգիտեմ, Արցախի հետ, այո, աննախադեպ գնացեք Արցախի այս եկեղեցին Սամվել Կարապետյան, գնացեք այս շինությունը Սամվել Կարապետյան Արցախի, գնացեք ճանապարհը Սամվել Կարապետյան, գնացեք հիվանդանոցը Սամվել Կարապետյան, գնացեք, չգիտեմ, գործարանը կառուցել է, նվիրել է, արել է հանուն հայրենիքի, հանուն Արցախի, Սամվել Կարապետյան, այս ես բարձր եմ ասում, որ ձեր ուղեղին հայ ժողովուրդ հասնի, թե ում է տարել, ինքը, չգիտեմ, ես անձամբ չեմ ճանաչում այդ մարդին, ինքը մեծ ատառով հայ է, իր գուցե թերություններ ունի, սխալներ ունի, ես էլ եմ ինչ-որ բաներում քննադատել, ասեմ ինչու շատ շուտ չեք այդ գերիների հարցը բարձրացրեք, Նիկոլի դեմ էս արեք, չգիտեմ ինչ արեք, երկիրը ձերքից գնում է, բայց դուք ինքը գուցե այդտեղ մի քիչ վարանել է, դանդաղել է, չգիտեմ ինչ է արել, բայց դուք իմացեք, չկա, ասում են Քրքրքոյանից շատ, հասկանում եք շատ, չկա այդպես երկրորդ հայը, ես մի անգամ այս օրինակը բերել եմ, ասել եմ, երբ որ ես ասեցի ճիշտ է, լրիվ դրսում աշխատել, այս չեք կարող ասել, չէ որ տարել են, բացառիկ այն ինչ որ վաստակել է ինքը դրսում, ինչ է արել, հայ ժողովուրդ ինչ է արել Սամվել Կարապետյանը, բերել է Հայաստան, այն ձեր բոմժ, գրփող, թալանչի, փողոցային, թափթփուկները, որ այսօր միլիարդեր են դարձել, այն փողոցային ռաբիս, թուրքի թոր, հայվան, Նիկոլի հայվան գործարանները, որ այսօր թալանում են, շարունակում են թալանել, Ռուսաստանում ինչ-որ բաներ է բացահայտվել, թե ինչ ոսկիների, ադամանդների, չգիտեմ ինչերի մեջ են, այս մարդը իր վաստակած ամբողջը բերել է Հայաստան, նվիրել է հայ ժողովրդին, այսինքն սա մեծ աղմկահարույց բան է, նույն ինքը արևմտքի դեսպանատները ասեն, ես ինչ ես անում, օդի միջից այս մարդուն տանում ես, ինչի համար, որտեղ այս մարդը կանգնի ասում է, որ ես ունեմ իմ մեջ եկեղեցի, որ ես իմ մեջ ունեմ հայրենի, այս մարդն է, որ եկեղեցին մեծ նայում եք, այս մարդն է արել, հասկանում եք ով է այս մարդը, այս մարդ, ես անկեղծ եմ ասում, ես իսկապես չեմ ճանաչում իրան, երբևէ չեմ շփվել, չգիտեմ, բայց ես գիտեմ, որ ինքը մեծանուն, ինքը բանը կանցնի, Հայաստանը չի մնա, չի լինի, պատմության դասակում գրվելու է այս մարդ, որ ասում են եկեղեցու պատին գրվելու է 1000 տարի հետո այս մարդու անունը գրվելու է պատմության մեջ, Սամվել Կարապետյան, գուցե ոսկե տառերով է գրվելու, որտեվ ահռելի է այս մարդու վաստակածը, այս մարդու վաստակած եւ այդ վաստակածը Հայաստան ներդնել էր, Հայաստանում
Հայաստանում, Արցախում հատկապես, չէ, Հայաստանում Մի բան է։ ասեմ։ Ուզում ես ասեք Մատենադարան, ուզում եք ասեք բանը, կառավարության շենք, ուզում եք ասեք Սևանի, չգիտեմ, Մեսի միջ, ուզում եք ինչ ուզում եք ասել։ Հեծի մասին, որ դուք խոսում եք, պայթում էր հեծը։ Գիտեք, չէ, վերցնող չկար։ Խնդրել են իրեն, որ վերցնի։ Ինչը որ ավեր է եղել, հատկապես Սերժ Սարգսյանի ժամանակ, ինչը որ դիմելա չի եղել այս մարդու կողմից։ Այս մարդը վերցրել, շենացրել է, կառուցել է, զարգացրել է այս երկրի համար։ Ոնց չեք հասկանում, ես չգիտեմ, դուք այս ամեն ինչը, երբ որ Սամվել Կարապետյանին տանում է, երբ որ Սրբազանին տանում է, երբ որ վաղը ուզում է վեհապարին չգիտեմ ինչ տանել, այդ մեզ է տանում է։ Այդ նշանակումը ես չգիտեմ, ես ոնց կարելի է, ասենք, ոնց կարելի է բացատրել, ասել, որ երբ պիտի դուք արթնանաք։ Այս մարդը չէր կարող իր միլիարդներով դրսում։ Ռուբեն Վարդանյանը չէր կարող իր միլիարդներով։ Հետո ասում եք, բա ուր է այդ հայը, չէ՞, անդադ ասում են, բա ուր է, հես այս հայը։ Հետո Ռուբեն Վարդանյանն է, Բակո Սահակյանն է, էս են այս մեծ հայերը, ասում են, բայց ազգը չունի, ունի էս ազգը, բայց թուրքը հրաման է տվել, Էրդողանը հրաման է տվել, սա բանը, սա մի հատ ուրիշ ցեղասպանություն է, բան Ղազարը, սա ցեղասպանություն ինչա, թուրքերը չէին հասկանում 15 թվին, որ մտավորականներին տարան գլխատեցին, մտածողներին տարան ինչու մտածողն է, պատգամավորներին տարան գլխատեցին, հոգևորականներին, այդ ինչի է ցեղասպանության, դեպի գլխատեին, չէ տանեին, ինչի է հիմա հրանք տվել, եկեղեցուն տար գլխատի նստացու տար քո բանը ուժեղ տղերքին տար, այս քո ուժեղ տղերքն են, այս քո արարող տղերքն են, այս քո ստեղծող տղերքն են, այս տղերքը որ չարարեն, Սամվել Կարապետյանի նման տղերքը որ չարարեն, չստեղծեն, չանեն, ոնց է երկիրը լինելու, որտեղ եք աշխատելու, որտեղ ես չգիտեմ, ասենք, այս ինչ անտարբերություն է, այս ինչ անհասկանալի ինչ որ բան է տեղի ունենում, ինչ որ այս ժողովուրդը, չգիտեմ, թմբիրի մեջ է, այս էլիտան թմբիրի մեջ է, դեբիլացել է, բթացել է, ինչ է տեմ, այս երեք մանն է, Սամվել Կարապետյանի թեման է, վեհապարի հայ առաքելական եկեղեցին վերջնական տապալելու եւ որպիսի իմիտացիա ստեղծի եւ փակի արևմուտքի աչքերը ես դեմոկրատ եմ ես դեմոկրատ եմ օրենքով չգիտեմ էս մի հատ էսպիսի բան կապիկության ինչ որ մի հատ բան դրսևորում էլ այս ամբողջ շոուները ինքը ներկայացնում է թե սա եմ տեսել նա եմ տեսել բան էլի զավեշտի մի հատ բան բայց հիմա մենք ապագայում առաջիկայում ոնց որ շատ ճշգրիտ նկարագրեց, ես փողի տեղը օրինակ չգիտեի, դուք կարծում եք, հա ճիշտ է, դա էլ չէ, ուզում եմ ասել իրականից կբերի ցույց կտա, yani այդքանի միլիարդ, բայց չէ, այն տնին այն մի հոգին արդեն ճամփայի անգրում, երևի արդեն ուղարկել են, հա, իմիջայլոց, երբ որ մենք մի բան գրում ենք, Նիկոլ, մի անգամից այդ քո շները, բանը, դատակը 5 հատ դատական գործ է, այդ ինչի դատի չես տալի, ֆրանսիական այդ մամուլը գրել են, չէ, որ դու տուն ունես, Ֆրանսիայում տուն ունես, չէ, դու Անտալիայում հանգստացել է, գրել են թուրքական մամուլը Աննա Հակոբյանը, ինչքան 100,000 դոլար, այդ էլ հո չի կացի, հրապարակն է գրեք ամենտեղից հայլին արտատպել է, բոլոր լրատվամիջոցները վերցրել են եւ արտատպել են, տարածել են այդ նյութը։ Թուրքական մամուլը դգնա դատի տուր, չէ՞։ Գնա դատի տուր, մենք էլ տեսնենք, որ Աննան չի գնացել ծախսել, ես օրինակ ասենք չեմ գրում, չէ՞ դրա մասին, Ֆրանսիայում խոսում են Ձիորում, Քրիստիան Ձիորում ասում են, Աննան մտնում է, տեսնեք ինչ առևտուր է անում, ականատեսները պատում են, ասում են, ես ասենք չեմ հրապարակում, որովհետև գիտեմ դուք կոնկրետ նստած եք, մտածում եք ով ինչ անի, քանի հատ քրեական գործ անեն, ում դատեք, ում տանեք ձերբակալեք։ Հիմա ձեր հարազատ եղբայրներն են, թուրքերն են, գնացեք սպաղվեք։ Մի հատ տեսնենք, այդ Անան այդ 3 օր մետ $100,000, 100,000 իսկ դա 1000 դրամ է, էլի իրանց համար։ 1000 դրամի, 10,000 դրամի, սենց բանի, ծախսելու սենց բանի գումար է, էլի։